Տարածաշրջանի ապաշրջափակման գործընթացը տեղի է ունենալու հավասարության սկզբունքով, առավելությունները նույնպես պետք է համարժեք լինեն թե Հայաստանի եւ թե մնացած կողմերի համար։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Սոնա Ղազարյանի արձանագրումն է։ Անդրադառնալով Թրամփի ուղու հետ կապված աշխատանքներին, Ղազարյանը հիշեցրեց, Միացյալ Նահանգները կրկնապատկել է TRIP-ին ուղղված բյուջեն։ Ծրագրի իրագործման աշխատանքներն էլ ակտիվ փուլում են։ Ես ուզում եմ վերահաստատել, որ այն կա գրված շրջանակային պայմանագրում չի ենթադրում միջանցք, Հայաստանի գործող իշխանությունը ինչպես ասել են, այդպես էլ արել են, TRIP-ը միջանցք չէ։ Հայաստանն իր սուվերեն իրավունքներից որևէ մեկը չի զիջել եւ կարողացել է կարմիր գծերն այս առումով չանցնել, շեշտեց նա։ Ապաշրջափակումն էլ չի կարող ենթադրել Հայաստանի որևէ տարածքի զիջում, նկատեց Ղազարյանը, հիշեցնելով TRIP-ը հայ-ամերիկյան նախագիծ է եւ վերաբերում է հայ-ամերիկյան պայմանավորվածություններին։ Ուզում եմ հիշեցնել, որ մենք նաև պայմանագրով, որը նախաստորագրել ենք, ձեռք ենք բերել պայմանավորվածություններ, որ երկու պետությունների կողմից գործողություններ չեն կարող ենթադրել տարածքային զիջումներ եւ քաղաքական սուվերենության զիջում։ Ինչ վերաբերում է Թրամփի ուղին Զանգեզուրի միջանցք անվանելուն, Ղազարյանը ընդգծեց, Հայաստանի կառավարող ուժը նման ձևակերպում չի ճանաչում եւ թույլ չի տա Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ քաղաքական անկախությունը կասկածի տակ դրվի։ Ապաշրջափակման թեման շարունակելով Ղազարյանը պարզաբանեց, Հայաստանն ու Թուրքիան եւս ապաշրջափակման օրակարգով բանակցություններ ունեն եւ Հայաստանն ակնկալում է, որ մի կողմի հետ ապաշրջափակումը կախված չի լինելու մյուս պետության հետ ապաշրջափակումից։ Ռուսաստանից հնչող հայտարարություններին, եթե Հայաստանը այլևս հետաքրքրություն չներկայացնի ԱՄՆ-ի համար, նահանգները երես կթեքի Հայաստանից, կառավարող ուժի падգամավորը արձագանքեց։ TRIP նախագիծը շատ կարևոր նախագիծ է, որի շահառուն այո առաջին հերթին իհարկե Հայաստանի Հանրապետությունն է, բայց սա մի նախագիծ է, որը հետաքրքրում է բոլորին, արևմուտքից արևելք եւ այնպիսի կապիտալ ներդրումներ են իրականացվում, որոնք ի ցույց են դնում, որ նույնիսկ Միացյալ Նահանգներում տարբեր կուսակցությունների հաղթանակի եւ պարտության պարագայում այս նախագիծը մեծ հետաքրքրություն է ներկայացնում։ Ղազարյանը շեշտեց, TRIP-ը տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող մեծ նախագիծ է։ Հետևաբար գուցե ժամկետների հետ կապված ձգձգումներ լինեն, սակայն Հայաստանն ամեն ինչ անում է, որպեսզի տարածաշրջանային ապաշրջափակումը օր առաջ տեղի ունենա։ Մերի Խաչատրյան, Արամ Հարությունյան, լուրեր։